Եվ Զմյուրնիայի եկեղեցու հրեշտակին գրիչ, սա է ասում առաջինը և վերջինը, որ մեռած էր և կենդանացավ։ Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես, և գիտեմ նրանց հայհոյանքը, որ ասում են, թե իրենք հրեա են և չեն, այլ սատանայի ժողովք են։ Բնավ մի վախենա այն բաներից, որ կրելու ես, ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցելու, որ փորձվեք, և նեղություն կունենաք 10 օր, հավատարիմ եղիր մինչև հիմա, և կյանքի պսակը կտամ քեզ։ Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։ Ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի։ Հայտնություն 2-րդ գլուխ 8-ից 11 համարներ։ Ինչ է մեզ հայտնի Զմյուրնիայի եկեղեցու և քաղաքի մասին։ Առաջինը, որ այն մինչև հիմա էլ գոյություն ունի Թուրքիայում և այն անվանում են Իզմիր։ Իսկ այն ժամանակ, երբ Հովհաննեսը գրում էր, այս քաղաքը խոշոր առևտրային քաղաք էր, գտնվում էր 50-ից 60 կիլոմետր հեռավորության վրա Եփեսոս քաղաքից։ Այն գտնվում է Էգեյան ծովի մոտ, և նրանում ապրում էր մոտ 200,000 մարդ։ Այն դեռ կառուցվել էր հույների կողմից Քրիստոսից առաջ 1000-ական թվականներին։ Այնուհետև Քրիստոսից առաջ 400-ական թվականներին լիդիացիները ամբողջությամբ վերացնում են քաղաքը, որից հետո Ալեքսանդր Մակեդոնացու 4 գլխավոր զորապետներից մեկը՝ Լիզիմախը, վերակառուցում է այդ քաղաքը Քրիստոսից առաջ 200-ական թվականներին։ Ժակ Դյուկանը իր հայտնության վերաբերյալ գրքում գրում է. «Այդ ժամանակ քաղաքը մահացած վիճակից կարծես թե հարություն է առնում, այն կար, վերացավ երկրի երեսից, բայց հետո կառուցվեց։ Այդ իսկ պատճառով ասում է նա, որ պատահական չէ, որ ուղերձը մի քանի անգամ մահվան և հարության մասին տողեր է ընդգրկում»։ Քաղաքը հայտնի էր շատ բաներով, հատկապես իր մարզադաշտով, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը։ Այն հայտնի էր նաև իր գրադարանով և այդ տարածաշրջանում ամենամեծ թատրոնով, որը տեղավորում էր մոտ 20,000 մարդ։ Դրա համար, երբ Հայտնություն 2:10 համարում ասվում է կյանքի պսակի մասին, նրանց համար դա շատ պարզ էր, քանի որ այնտեղ օլիմպիական խաղեր էին ընթանում։ Հին հունարերում երկու բառ կա, որը թարգմանվում է որպես պսակ։ Առաջինը դիադեման է, որը նշանակում է թագ, այսինքն թագավորին բնորոշ իր, իսկ երկրորդը Ստեփանոսն է, որը նշանակում է ծաղկե պսակ, որն էլ հենց տալիս էին օլիմպիական խաղերում հաղթողին։ Հովհաննեսը այս ուղերձում օգտագործում է Ստեփանոս բառը, նրանց հասկանալի լեզվով։ Եկեղեցուն ուղղված ուղերձի մեջ մենք նկատում ենք, որ խոսվում է հուդայականության մասին։ Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես, և գիտեմ նրանց հայհոյանքը, որ ասում են, թե իրենք հրեա են և չեն, այլ սատանայի ժողովք են։ Հայտնություն 2-րդ գլուխ 9 համար։ Ստացվում է, ոմանք ասում են, որ իրենք հրեաներ են, բայց այդպիսին չեն։ Ինչ կարող է սա նշանակել։ Աստվածաբանների կարծիքով սրանք քրիստոնյաներն են։ Քանի որ քրիստոնյա անվանումը դեռ այդքան տարածված չէր, ապա քրիստոնյաները իրենց հրեա ասելով հասկացնում էին, որ նրանք Աստվածաշնչով ապրող մարդիկ են և սպասում են Քրիստոսի երկրորդ գալուստին։ Այնպես որ ըստ այս համարի իրական հրեաները հենց Զմյուրնայի եկեղեցու անդամներն էին, բայց կային ոմանք, որ իրենց համարում էին նույնպես իրական հրեաներ, բայց այդպիսին չէին։ Այն ժամանակվա հրեա ռաբիները սկսում են մի մեթոդ մտածել, թե ինչպես քրիստոնյաներին հանեն իրենց սինագոգներից, և հատուկ օրհնանքի խոսքեր են ասում իրենց սինագոգներում, օրը 3 անգամ, որը իրականում անեծք էր իրենից ներկայացնում։ Եվ հենց հայհոյանք բառը հունարենում նշանակում է բլասֆեմիա, այսինքն անեծք, հայհոյանք, եւ այդպես էլ կար։ Հրեաները, որոնք իրական հրեաներ չէին, անեծք էին ասում իրական հրեաներին, որոնց իրական չէին համարում։
Ինչի մասին է խոսում Զմյուրնիայի դարաշրջանը։ Մենք արդեն նայեցինք, որ գլխավոր թեման այս ուղերձում մահն է։ Ինչ է նշանակում Զմյուրնիա անունը։ Այս բառը Նոր Կտակարանում 4 անգամ օգտագործվում է, որից 2 անգամը Հայտնության գրքի առաջի եւ երկրորդ գլուխներում որպես քաղաքի անուն է հանդես գալիս, իսկ 2 անգամ էլ այլ մասերում։ Նիկոդեմոսն էլ եկավ եւ զմուրս բերավ հալվեի հետ խառնած 100 լիտրի չափ եւ Հիսուսի մարմինն առավ եւ այն խնկերի հետ կտավներով պատեցին, ինչպես հրեաներին օրենք էր պատել։ Հովհաննես 19-րդ գլուխ 39-ից 40 համարներ։ Նիկոդեմոսը զմուրսը բերել էր, որպեսզի քսեին մահացած Հիսուսի մարմնին։ Զմուրսը հոտավետ յուղ էր, որը օգտագործում էին հուղարկավորման ժամանակ, այսինքն հենց եկեղեցու եւ քաղաքի անվանման մեջ կա մահվան գաղափարը։ Հենց սկզբում էլ Հիսուսը մահվան մասին է խոսում։ Զմյուրնիայի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում առաջինը եւ վերջինը, որ մեռած էր եւ կենդանացավ։ Հայտնություն 2-րդ գլուխ 8 համար։ Մահը այս քրիստոնեական դարաշրջանի բնորոշիչ հատկանիշն է եւ այդ մահը գալիս է հալածանքների պատճառով։ Բնավ մի վախեն այն բաներից, որ կրելու ես, ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցելու, որ փորձվեք եւ նեղություն կունենաք 10 նոր, հավատարիմ եղիր մինչեւ հիմա եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Հայտնություն 2-րդ գլուխ 10 համար։ Այսպիսի հետապնդումներ, հալածանքներ, տանջանքներ, մահ իսկապես եղել են այդ դարաշրջանում։ Հիշում եք, որ Եփեսոսի դարաշրջանը ավարտվում է առաջին դարի վերջում, այսինքն Զմյուրնիայինը սկսվում է 101 թվականից, իսկ ավարտվում է 313 թվականին։ Այս ընթացքում շատ դժվարություններ են եղել։ Ահա որոշակի կայսերների անուններ, որոնք նպատակ էին դրել արմատախիլ անել քրիստոնյաներին։ Օրինակ Տրոյանը, Օտրիանոսը, Մարկ Ավրելին, Մաքսիմիանը, Գարելի, Դեցի, Վալերիան եւ վերջապես ինչպես գրված է 10 համարում, որ 10 օր սուգ կունենաք, դա եղել է Դիոկլետիանոս կայսերի ժամանակ։ Ըստ ադվենտիստական մեկնաբանության, այս ժամանակաշրջանը 10 օրը, եթե հաշվենք մարգարեական, այսինքն ամեն օրին 1 տարի, ապա գալիս է 10 տարի, եւ դա եղել է 303-ից 313 թվականներին, եւ շատ ուժեղ հալածանքներ էին կատարում քրիստոնյաների նկատմամբ։ Պատմաբանների Դիոկլետիանոսը 4 հրովարտակ է արել, որից առաջինը ասում էր, որ վերացնեին քրիստոնյաների աղոթքի տները եւ սուրբ գրքերը, նրանց ամեն իրավունքներից զրկել եւ դատի ժամանակ ամեն տեսակի բռնություն գործածել։ Երկրորդը ասում էր, որ բանտարկեին եկեղեցու ծառայողներին, որպես քաղաքական խառնակիչներ։ Երրորդը բռնությամբ ստիպել, որպեսզի այդ բանտարկյալները զոհ մատուցեն հեթանոսական աստվածներին։ Չորրորդը քրիստոնյաներին ստիպում էին ուրանալ Քրիստոսի հավատքը։ Ինչ է տեղի ունենում 313 թվականին։ Դա այն թվականն է, երբ Կոնստանտինոս կայսրը հրաման է արձակում եւ քրիստոնյաների կրոնը սարքում է պետական։ Արդեն կարելի էր հանգիստ ապրել։ Տասերորդ համարում մի վախենար բայը օրիգինալում մեկ այլ ձևով է գրված։ Ահա այսպես. դադարիր վախենալ նրանից, ինչ դու պետք է կրես։ Սա ցույց է տալիս մեզ, որ քրիստոնյաները վախենում էին եւ կվախենային էլ, քանի որ շատ դաժան ժամանակներում են ապրել։ Վախը բնական ռեակցիա է, երբ նայում ես մահվան երեսին, բայց Հիսուս Քրիստոսը ասում է նրանց. դադարիր վախենալ եւ ոչ թե որպես մեզանից բարձր, հզոր Աստված հրաման
նման է տալիս, այլ իր սեփական փորձից ելնելով։ Եվ 8 համարում ասում է, որ ես մահացած էի, բայց կենդանի եմ հիմա։ Այսինքն Հիսուսը սեփական փորձից ասում է, թե ինչպես կարելի է մահով անցնել դեպի կյանքը։ Հիսուսը անցել է այդ ճանապարհով, տանջանքի, բանտի, ծեծի, հալածանքի, մահվան։ Դրա համար էլ կարողանում է ասել՝ դադարիր վախենալ, թող վախդ։ Բայց հրեշտակներից մի քիչ ցածրացած տեսնում ենք Հիսուսին մահի չարչարանքի համար, փառքով եւ պատվով պսակված, որ Աստծո շնորհքով ամենի համար մահը ճաշակի, որովհետեւ վայելում էր նրան, որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիկ փառքի մեջ տանելիս նրանց փրկության առաջնորդին չարչարանքով կատարի։ Եբրայեցիս 2-րդ գլուխ 9-ից 10 համարներ։ Առաջնորդ նշանակում է դիմացից քայլող, բոլորի առջևից գնացող, եւ Հիսուսը բոլորից առաջ գնացել է այդ հալածանքի եւ տանջանքի ճանապարհով եւ մահանալով պսակադրվել է փառքով ու շատերին բերում է այդ փառքի մեջ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինչքան էլ դժվար վիճակում էլ որ լինեք, ինչպիսի հալածանք էլ որ կրեք, ինչպիսի ճնշող բեռ կամ ցավ որ ունենաք ձեր սրտերում, հիշեք, որ Հիսուսը արդեն զգացել է նման բաներ եւ ունեցել է նման իրավիճակներ։ Նա դեռ մեզանից առաջ անցել է նման ճանապարհով եւ հաղթել, իսկ վախը միշտ էլ եղել է սատանայի զենքը մեզ ճնշելու։ Արդ որովհետև զավակները արյունի եւ մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ ազատի նրանց, որ մահի վախով իրենց բոլոր կյանքի մեջ ստրկության մեջ բռնված էին։ Եբրայեցիս 2-րդ գլուխ 14-ից 15 համարներ։ Հիսուսը մարմին եւ արյուն ընդունեց, որպեսի մահանա մեզ համար եւ վերջ տա սատանայի զենքին, որով նա մեզ միշտ սպառնում էր եւ վախի տակ էր պահում։ Այսպիսով ուսումնասիրելով Զմյուրնիայի եկեղեցու հայտնությունը, ես ձեզ կոչ եմ անում քննել ձեր ներսը եւ մտածել ինչ վախ կա ձեր ներսում, որը ձեզ կապում է, թե մահի նկատմամբ վախ, թե սոված լինելու նկատմամբ վախ, թե ավետարանչության նկատմամբ վախ, թե Աստծուն աղոթելու մոտենալու, դիմելու նկատմամբ վախ, թե մարդկանց նկատմամբ վախ, թե ինչ ձևի վախ էլ որ լինի, հիշեք, հայտնաբերեք, դուրս գրեք, տեսեք կողքից ձեր այդ վախերը, հասկացեք ում կողմից է դա, որ չի թողնում ձեզ ազատ գործել եւ աղոթքի մեջ դիմելով Տիրոջը խոստովանեք դրանք նրան, հայտարարեք, որ նա հաղթել է դրանք եւ դադարեք վախենալուց։ Ամեն